Ժողովուրդ ջան, հիմա ես ցույց կտամ իդեալական ճանապարհի նախագիծ, որը եթե կառուցվի կբեռնաթափի Երևանը։ Եվ մարզից մարզ գնացող մեքենաները ստիպված չեն լինի մուտք գործել Երևանի փոքր կենտրոն։ Այս ճանապարհից կօգտվեն օրական առնվազն 5000 մեքենա եւ այդքանով կթեթևանան Երևանի փողոցները։ Դրանից կօգտվեն ոչ միայն Արարատից Կոտայք գնացողները, այլև Երևանի մի ծայրից մյուսը գնացողները, օրինակ Շենգավիթից Քանաքեռ։ Հիմա միասին կանցնենք այս ճանապարհը։ Առաջին հատվածը, որը Մասիսից տանում է դեպի Նուբարաշեն, վերջերս է հիմնանորոգվել եւ գտնվում է շատ լավ վիճակում։ Արդեն ցուցանակը տեղադրված է, որ ճանապարհը տանում է դեպի Սևան, մի քիչ վռազել են, ճանապարհը դեռ չկա, բայց հիմա ցույց կտանք, թե ինչպես այն պետք է կառուցվի։ Վերածվել է աղբանոցի, այս հատվածով պետք է անցնի նոր արագընթաց մայրուղի։ Այս հատվածում բավականին լավ պահպանվել է ասֆալտը։ Մենք 60 կմ/ժ արագությամբ կարող ենք այստեղ երթևեկել։ Այս հատվածում լուրջ փլուզում է եղել ճանապարհի, բայց ենթադրում եմ, եթե տակով ջրի խողովակ լիներ, շատ հնարավոր է, որ այս հատվածը չքանդվեր։ Նշմարվում է ջրի ճանապարհը, ջուրը հոսել, եկել ճանապարհը քանդել է։ Այս ճանապարհի կառուցման մասին քննարկումները սկսվել են դեռևս 2009 թվականին, բայց մինչև հիմա այն չի կառուցվել, որովհետև այս հատվածում հողերը սահող են։ Ինչպես տեսնում եք, ես այժմ կանգնած եմ ասֆալտի վրա եւ այս ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է սողանքների պատճառով։ Այս խնդիրը ունի երկու լուծում։ Առաջինը՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներով եւ ջրահեռացման համակարգերով ամուր ճանապարհի կառուցումն է, որպեսզի այն չփլուզվի։ Եվ երկրորդ տարբերակը ուղղակի շրջանցել այս 1 կիլոմետրանոց սահող հատվածը Նուբարաշենի գերեզմանոցի հետևի հատվածով։ Այն հատվածում, ինչպես տեսնում ենք, գործող ավտոճանապարհ կա, այսինքն այնտեղ հողերը չեն սահում։ Տեսեք, օրինակ այս հատվածում ասֆալտը մոտավորապես 1.89 բոյի չափով խախտվել է, տատանվել է։ Այս հատվածում նորից ճանապարհը բավականին լավն է։ Այսինքն երկաթբետոնե կոնստրուկցիաները ամբողջ ճանապարհի համար պետք չի գալու, որոշակի հատվածների համար է պետք գալու։ Ինչպես տեսնում եք, ճանապարհի այս հատվածում արդեն կան բնակելի տներ, այստեղ Էրեբունի վարչական շրջանն է, ճանապարհը տանում է դեպի Էրեբունու թանգարան, իսկ դեպի ուղիղ շարունակում ենք դեպի Ջրվեժ։ Հասանք Ազատազենի ցուցանակի մոտ, ովքեր չգիտեն, ասեմ, որ շատ լավ վայր է կերակել սովորելու համար, կարող եք փորձել։ Ամբողջ տարածքը վերածվել է աղբավայրի։ Այստեղ աղբով ճանապարհը հարթեցնում են։ Շատ օրիգինալ լուծում է ճանապարհը հարթեցնելու համար։ Այս ճանապարհը, որ հիմնանորոգվի, այստեղ ինտենսիվ երթևեկություն կլինի, այլևս ոչ մեկ իր տան աղբը չի բերից թե թափի ճանապարհի մեջտեղը։ Ճանապարհի վերջի հատվածն է, արդեն հասնում ենք Ջրվեժ։ Այս պիտի կանգնես, կար։ Հենց հիմա այս մեքենան եկել է, որ շին աղբը թափի ձորում ու փչացել է։ Հերթի տակ բեռնատարները մտնում են աղբ թափելու։ Հասանք արդեն Ջրվեժ, այստեղից ճանապարհը շատ լավն է, նոր ասֆալտապատած։ Այս կամուրջի վրայով մեքենաները գնում են Մասիվից դեպի Ջրվեժ, իսկ այս ճանապարհը, որով մենք երթևեկում ենք, գնում է մինչև Առինջ մոլ։ Առինջ մոլից էլ միանգամից միանում է Սևանի մայրուղում։ Եթե հավանեցիք, խնդրում եմ սրտիկներ դրեք, իսկ մեր կառավարությանը խնդրում եմ գումար չխնայել այս ճանապարհի կառուցման համար։